Մինչև այս պահը հաղորդաշարում մենք հիմնականում քննարկում ենք գործիքային երաժշտության ժանրերը, ընդ որում հիմնական ուշադրությունն էր երաժշտական մանր ժանրերի վրա, որոնք կամ կարող էին հանդես գալ առանձին, կամ ավելի խոշոր ստեղծագործությունների կազմում։ Այսօր կցանկանայի խախտել այս օրինաչափությունը և խոսել մի հակառակ երևույթի մասին՝ մանր երաժշտական ժանրերի, երգերի ամբողջության մասին, որը երաժշտության պատմության մեջ հայտնի է իբրև երգաշար կամ վոկալ շարք։ Այսինքն խոսելու եմ ոչ միայն երաժշտական վոկալ ժանրի մասին, ինչպիսին է երգը, այլ այդ մանր վոկալ ժանրերի կուտակումների, ագլոմերացիաների, որոնք միանալով իրար կազմում են մի ամբողջական, արդեն խոշոր երաժշտական ձևի ստեղծագործություն։ Նախքան երգաշարի, վոկալ շարքի պատմության անդրադառնալը, կարիք կա խոսելու նախ եզրույթների մասին և պարզաբանելու դրա հետ կապված մի շարք երաժշտական եզրույթներ։ Բանն այն է, որ երգը հավանաբար երաժշտական ամենահին ժանրերից է և գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից։ Միևնույն ժամանակ ասում ենք, որ երգաշարը, երգերի շարքը, դա ռոմանտիկ դարաշրջանին բնորոշ երևույթ է և առաջին երգաշարերը ստեղծվել են միայն 19-րդ դարի սկզբին։ Ինչու՞մն է հարցը և ինչ է հատուկ երգաշարի երաժշտական ժանրին։ Բանն այն է, որ երգաշարը դա մի քանի, երբեմն քիչ քանակությամբ, երբեմն ավելի շատ երգերից բաղկացած շարք է, ընդ որում այն դեպքում, երբ այդ երգերը միասին իրար հետևից կատարվելով կամ կազմում են ամբողջական մի պատմություն, համայնապատկեր, կամ ունեն իրենց միավորող մեկ ընդհանուր թեմա։ Երգաշարի ժանրի հայր է համարվում Լյուդվիգ վան Բեթհովենը իր 1816 թվականին գրված մի երգաշարով։ Մինչ այդ, բնականաբար, գոյություն են ունեցել երգերի ժողովածուներ, երգարաններ և այս տարբեր եզրույթների պարզաբանմանն եմ ես ուզում նվիրեմ առաջիկա մի քանի րոպեն։ Նախ երգաշար բառը շատ հետաքրքիր պատմություն ունի և հետաքրքիր թարգմանություն։ Իրականում այն, ինչ մենք հայերեն անվանում ենք երգաշար կամ վոկալ շարք, ուրիշ լեզուներում ունի մեկ այլ երանգավորում, օրինակ ռուսերեն ասում ենք վոկալնի ցիկլ, անգլերեն song cycle կամ գերմաներեն երկու բառ կա այդ ժանրը բնորոշելու համար, Liederzyklus, երգերի ցիկլ բառացիորեն, կամ Liederkreis, այսինքն երգերի շրջան, երգերի շրջանակ։ Հետաքրքիր է, որ հայերենում մենք կարծես գծային բնույթ ենք հաղորդում այդ ժանրին, իսկ ուրիշ լեզուներում կա այդ նույն ժանրի բնորոշման շրջանաձև, կարծես այսպիսի ուրեմն փակ շրջան կազմող ուրեմն շարքի երևույթ։ Որտեղից է գալիս այս տարբերությունը։ Բանն այն է, որ ինչպես ասացի, առաջին երգաշարի հեղինակն է Լյուդվիգ վան Բեթհովենը, առաջին երգաշարը դա իր հեռավոր սիրեցյալին Անդիֆեանը գլիպտը 6 երգերից բաղկացած շարքն է և Բեթհովենը այստեղ մի հետաքրքիր հնարանք ունի։ Շարքի վերջին երգում նա վերադառնում է առաջին երգի երաժշտական թեմաներին, այսինքն առաջինն ու վերջին երգը կարծես իրար հետ կազմում է մի այսպիսի փակ շրջան։ Բեթհովենը դրան տալիս է Liederkreis երգերի շրջան բնորոշում։ Հետագայում տարբեր կոմպոզիտորների մոտ այդ նույն երևույթը տարբեր ձևերով է արտահայտվել։ Երբեմն իրոք կոմպոզիտորները գրում էին այսպիսի շրջաններ երգերի, որտեղ վերջում վերադառնում էին սկզբին։ Սակայն էլ ավելի հաճախ երգերը պարզապես իրար հետևից իրար շարունակելով կազմում էին մի ամբողջություն, կամ պատմում էին մի ամբողջական պատմություն, կամ ունեին որևէ միավորող գործոն, օրինակ բոլոր երգերը նվիրված են այս կամ այն թեմային, օրինակ սիրո թեմային կամ մահվան թեմային եւ այլն։ Փաստորեն հայերեն երգաշար բառը թերևս ավելի լավ է բնորոշում երևույթի էությունը, քան ուրիշ լեզուներում այս շրջանաձև ուրեմն տերմինը։ Եվ շատ ավելի բնորոշիչ է մեծ թվով ստեղծագործությունների համար ավելի շուտ հայերենը, քան ուրիշ լեզուներից եկած այս տերմինաբանությունը։
Երգաշարը ինչ որ առումով կարելի է համեմատել ավելի նոր 20-րդ դարում ծագած մի երևույթի հետ, որն է կոնցեպտուալ ալբոմը։ Կոնցեպտուալ ալբոմը այնպես, ինչպես մենք գիտենք այն օրինակ ռոք երաժշտությունից, օրինակ Pink Floyd-ի կոնցեպտուալ ալբոմները եւ այլն։ Ինչու՞մ է այս նմանությունը։ Ճիշտ այնպես, ինչպես դասական երգաշարերում, այս ռոք եւ նման երաժշտական ժանրերի կոնցեպտուալ ալբոմները նվիրված են միևնույն թեմային եւ ամբողջ ուրեմն ծավալման ընթացքում բացահայտում են մի որևէ պատմություն տարբեր կողմերից կամ ունեն մի ինչ-որ պերսոնաժ, որի տարբեր ուրեմն դրսևորումներն է արտահայտում այս ալբոմը, կամ ուրեմն պատմում է մի ամբողջական պատմություն։ Այդ առումով այդ երկու երևույթները բավականին մոտ են իրար։ Մյուս կողմից, մինչև երգաշարի ժանրի գոյություն ունենալը, երկար ժամանակ դարեր ի վեր գոյություն են ունեցել երգերի ժողովածուներ եւ երգարաններ։ Ինչու՞մ է այս երևույթների էությունը եւ իրարից տարբերությունները։ Երգերի ժողովածումները հիմնականում կազմվում էին միևնույն կոմպոզիտորի ստեղծագործություններից։ Շատ հաճախ հենց կոմպոզիտորն ինքն էր կազմում մի այսպիսի ամբողջություն, հիմնականում տարբեր տարիներին գրված երգերից, որոնք նվիրված էին քիչ թե շատ նույն թեմաներին կամ ունեին էմոցիոնալ միևնույն շրջանակ։ Սա երգերի ժողովածուն է եւ մենք դեռ կանդրադառնանք որոշ այդպիսի ժողովածուներին։ Իդեպ նման երևույթ կար նաեւ հայ երաժշտության մեջ, ընդ որում ես կուզենայի երկու տարբեր բանի վրա ուշադրություն դարձնել, խոսելով երգերի ժողովածուների մասին։ Հայ աշուղները 18-րդ դարից ի վեր իրենց կյանքի վերջում շատ հաճախ հավաքում էին այսպիսի ժողովածուներ, որոնք ամբողջացնում էին նրանց ուրեմն ավանդը աշուղական երգի բնագավառում։ Այդպիսի ժողովածուներ կոչվում էին դավթարներ, բայց քանի որ աշուղները հաճախ ուրեմն նոտագրությունից առհասարակ անտեղյակ էին, իսկ որոշ աշուղներ նաև չէին կարող գրել, հաճախ այդ երգարանները, այդ երգերի ժողովածուները կազմում էին ուրիշները, եւ շատ հաճախ ժողովածուներում մենք կարող ենք տեսնել միայն տեքստեր, ենթադրվում էր, որ մեղեդիները այնքան հայտնի են, որ բոլորը պետք է իմանան, թե ինչ մեղեդիներով պետք է երգվի այս կամ այն երգը։ Մյուս կողմից, այսպիսի երգերի ժողովածուի օրինակ կարող է լինել Կոմիտասի կազմած ուրեմն ֆոլկլորային երգերի ժողովածուները, օրինակ Փարիզում հրատարակված երգերի ժողովածուն, երգերը չէին ենթադրվում որպես մի շարունակական պատմություն, անգամ չէր ենթադրվում, որ երգերը պետք է պարտադիր կատարվեն մեկը մյուսի հետևից, որպես ամբողջություն, երգերը շատ հաճախ կատարվում են առանձին, բայց միևնույն ժամանակ մի միավորող գործոն կար այս երգերի միջև, որ բոլորն էլ ֆոլկլորային երգերի կոմիտասյան մշակումներն են։ Ահա այսպիսի կառուցվածք կարող է ունենալ երգերի ժողովածուն։ Մյուս կողմից երգարանը մեկ այլ երևույթ է։ Երգարանը հիմնականում դա ծաղկաքաղ է, որը կազմվում է շատ հաճախ տարբեր հեղինակների երգերից, երբեմն անգամ անանուն հեղինակների երգերից։ Երգարանի օրինակ կարող է լինել օրինակ 19-րդ դարի կեսերին հրապարակված Ռաֆայել Պատկանյանի երգարան ազգային հայոցը, որը հիմնականում պարունակում է տեքստեր առանց երաժշտության, սակայն սա հայ երաժշտության մեջ առաջի դեպքն է, երբ քաղաքային երգը նաև գոնե մի քանի օրինակով նոտագրվել է այս երգարանի վերջում, այսինքն կան նաև նոտային օրինակներ։ Եվ սա բավականին հետաքրքիր փաստ է, հետաքրքիր է նաև, որ երգարան ազգային հայոցը ունի միանշանակ, ուրեմն ազգայնական մոտեցում, այսինքն ազգային ազատագրական անգամ ուղղվածության երգեր կան տեքստեր, որոնց մեծ մասը հենց Ռաֆայել Պատկանյանն է ստեղծել, բայց քանի որ Պատկանյանը չի ունեցել որևէ երաժշտական կրթություն, փորձել է հարմարեցնել իր գրած տեքստերին նախապես գոյություն ունեցած մեղեդիները։ Դրանք կարող էին լինել ռուսական երգերի մեղեդիներ, կարող էին լինել եվրոպական, կարող էին լինել անհայտ ծագման, ահա այսպես ամբողջացավ առաջին հայ երգարանը։ Ի վերջո, ինչ որ առումով երգարաններ կարելի է համարել, հսկայական երգարաններ անշուշտ, որոնք ստեղծված էին դարերի ընթացքում, հայկական շարակնոցը,
եւ հայկական ժամագիրքը, որոնք նույնպես կազմված էին տարբեր երգերից, որոնք ունեին մի ուրեմն շատ կարևոր միավորող գործոն, եւ այս երգերի հեղինակները, տարբեր հեղինակներ են, շատերը հայտնի են, որոշները անհայտ։ Ահա այսպիսի մի երևույթ է երգարանը։ Եվ բնականաբար վոկալ շարքերից առաջ, երգաշարերից առաջ գոյություն են ունեցել բազմաթիվ երգերի ժողովածուներ եւ բազմաթիվ երգարաններ։ Եվ նախքան վոկալ շարքին անդրադառնալը կուզենայի ուշադրություն գրավել երկու այսպիսի ժողովածուի վրա կամ ավելի շուտ երկու հեղինակի վրա, որոնք գրել են երգեր եւ ուրեմն հավաքել են այսպիսի կոլեկցիաներ։ Առաջին հեղինակը դա 16-րդ դարի կոմպոզիտոր Ջոն Դաուլենդն է, մյուս հեղինակը դա Յոհան Սեբաստիան Բախն է։ Առհասարակ մի շատ կարևոր բան կա երգերի վերաբերյալ։ Այն կոմպոզիտորները, որոնք գրում էին թե վոկալ երաժշտություն եւ թե գործիքային երաժշտություն, շատ առումով արտածում էին, կարելի է ասել, իրենց գործիքային երաժշտությունը իրենց իսկ երգերից։ Եվ ահա թե ինչու։ Երգը եւ հետագայում նաեւ երգաշարը բավականին ինտիմ երաժշտական ժանր է։ Կոմպոզիտորը շատ հաճախ նախատեսում էր կատարում այսպիսի երգերի ունկնդիրների նեղ սահմանափակ շրջանակի համար։ Հաճախ երգերը կոմպոզիտորը գրում էր կարծես ինքն իր համար, այլ ոչ թե ինչ-որ պատվերով։ Ուստի կոմպոզիտորը ընտրում էր այնպիսի տեքստեր, որոնք համահունչ էին նրա այդ ժամանակվա այդ տարիների մտածածին եւ որոնք համապատասխանում էին նրա տրամադրությանը եւ կոմպոզիտորները շատ հաճախ իրենց կատարյալ ազատություն էին տալիս կամերային վոկալ երգեցողության մեջ արտահայտելով իրենց ամենածածուկ մտքերը եւ շատ հաճախ մենք կարող ենք տեսնել հատկապես 19-րդ դարի կոմպոզիտորների մոտ, որ նույն մոտիվները, որոնք այդ կոմպոզիտորները օգտագործում էին իրենց կամերային վոկալ երաժշտության մեջ, կարծես սկսում են թափանցել նրանց գործիքային երաժշտության մեջ։ Նման երևույթ մենք շատ հաճախ կարող ենք տեսնել օրինակ Յոհանես Բրամսի երաժշտության մեջ, երբ նրա գործիքային սոնատները, օրինակ ջութակի եւ դաշնամուրի համար գրված թիվ 1 սոնատը, որի երրորդ մասը ամբողջությամբ կառուցված է երգերից մեկի երաժշտական նյութի վրա։ Նման դեպքեր կարող ենք տեսնել նաև թիվ 2 ջութակի եւ դաշնամուրի համար սոնատում, նրա կլարնետի, թավջութակի եւ դաշնամուրի համար տրիոյում եւ այլն։ Այսինքն երգերի մեղեդիներ կամ պատառիկներ կամ երաժշտական ֆրազներ թափանցում են գործիքային երաժշտության մեջ, որը ավելի վերացական եւ աբստրակտ է, բայց քանի որ այդ դարձվածքները արդեն իսկ կապված են երգերի եւ դրանց համապատասխան տրամադրության հետ, որը ունի բառային արտահայտում, շատ հաճախ մենք գործիքային երաժշտության բնույթը կարող ենք, այսպես ասած, արտածել նույն կոմպոզիտորի երգերից։ Դա շատ հետաքրքիր երևույթ է։ Նույն երևույթի մենք հետագայում կառնչվենք 20-րդ դարի վերջում եւ 21-րդ դարի սկզբում հայ երաժշտության մեջ, Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ։ Ահա այսպիսի բաներ մենք կարող ենք տեսնել նաեւ հայ երաժշտության պատմության էջերում։ Վերադառնալով Ջոն Դաուլենդին, պետք է ասել, որ նրա երգերի ժողովածուները 3-ն են թվով եւ հրատարակված են 16-րդ դարի վերջում եւ 17-րդ դարի սկզբին կոմպոզիտորի կյանքի օրոք։ Ջոն Դաուլենդը ծագումով իռլանդացի էր, ապրում էր Լոնդոնում, բայց շատ էր շրջագայում Եվրոպայում, շատ կարևոր պատճառներով, որոնց ես դեռ կանդրադառնամ։ Դաուլենդը նվագում էր լութ վին երաժշտական գործիքը եւ նրա երգերը, ամեն դեպքում նրա աշխարհիկ երգերը գրված են ձայնի եւ վինի նվագակցության համար, այսինքն վինի նվագակցությամբ ձայնի համար։ 16-րդ դարի վերջում Եվրոպայում մի այսպիսի կարևոր նորաձևություն է տարածվել։ Դա մելամաղձության նորաձևությունն էր։ Համարվում էր, որ լավագույն երգերը անպայման պետք է ունենային մելանխոլիկ, մելամաղձ բնույթ։
Համարվում էր, որ մարդը, ով տխրում է, ով համապատասխան տեսք ունի, ավելի խորն է, իհարկե ճակերտավոր, քան ուրիշները։ Եվ մարդիկ ունեին մեծ պահանջ լսելու տխրության եւ արդյունքների մասին երգեր։ Եվ ահա այսպիսի երգեր մեծ մասամբ ապահովում էր Ջոն Դաուլենդը, սկզբից Անգլիայում, հետո Եվրոպայի մի շարք ուրիշ երկրներում եւ ուներ հսկայական պահանջարկ։ Այդ պահանջարկը շատ առումներով պայմանավորեց Դաուլենդի արտաերաժշտական գործունեությունը եւ ահա թե ինչ նկատի ունեմ ես։ Դաուլենդի երգերը տարածվեցին Եվրոպայում եւ եվրոպական տարբեր թագավորական տներ ցանկանում էին, որպեսզի Դաուլենդը գոնե մի որոշ ժամանակ անցկացնի իրենց մոտ, նվագելով, կատարելով իր երգերը։ Եվ դա դարձավ Դաուլենդի համար մի պետական կարևորության, ուրեմն առաջադրանքների առիթ։ Դաուլենդը ճամփորդելով Եվրոպայի տարբեր երկրներում, Ֆրանսիայում, այնուհետև երկար ժամանակ մնաց Դանիայում, որտեղ վարձատրվում էր ավելի շատ, քան որևէ մեկ այլ երաժիշտ, որ ապրում էր այդ նույն ժամանակ, ուներ մի հատուկ միսիա, ուրեմն իր ուրեմն Անգլիայի թագավորական կամ մերձ թագավորական շրջանակներից։ Այդ միսիան էր լրտեսությունը։ Եվ հետաքրքիր է, որ Դաուլենդը կատարելով երգեր, ուրեմն կարծես ենթադրվում էր, որ նա պետք է ուրեմն ականատես լինի այն խոսակցությունների, որոնք որ տվյալ երկրի արքունիքում են տեղի ունենում, եւ փոխանցի այդ տեղեկությունները համապատասխան Անգլիա։ Բնականաբար Դաուլենդը լինելով երաժիշտ առանձնապես երջանիկ չէր այս պարտականությունները կատարելու համար եւ երկար ժամանակով բացակայում էր, վերադառնում էր Անգլիա, որպեսզի միավորվի իր ընտանիքի հետ եւ ուրեմն արդյունքում Անգլիայում իր մնալու ընթացքում հրապարակում էր տվյալ ժամանակաշրջանում գրված մելանխոլիկ երգերի ժողովածուներ։ Եվ ահա թվով 3-ն են այդ ժողովածուները, որոնք պարունակում են նրա ամենահայտնի երգերը։ Ինչպես ասացի, երգերը հիմնականում նվիրված են արցունքների թեմային, մելամաղձության թեմային, եւ կա այսպիսի հետաքրքիր բնորոշում, որ ժամանակին իհարկե ասված էր մեկ այլ կոմպոզիտորի հասցեին, Գիյոմ դե Մաշոյի, դա 14-րդ դարի ֆրանսիացի հեղինակ էր, որին անվանում էին վերջին մեծ բանաստեղծը կոմպոզիտորների մեջ եւ վերջին մեծ կոմպոզիտորը բանաստեղծների մեջ։ Ահա թե ինչ նկատի ունեին այսքան բանն ասելիս, որ մինչ այդ ժամանակաշրջանը, երբ ապրում էին այդ կոմպոզիտորները, այսինքն մինչև միջնադարի կամ ռենեսանսի շրջանի ավարտը, կոմպոզիտորը եւ բանաստեղծը մեկտեղվում էին մեկ անձի մեջ։ Այս նույն արտահայտությունը, որ ասված էր Գիյոմ դե Մաշոյի վերաբերյալ, կարելի էր ուղղակի ճշգրտությամբ կիրառել նաև Ջոն Դաուլենդի վերաբերյալ։ Նա այսօրվա լեզվով ասած հեղինակային երգեր ստեղծող կոմպոզիտոր էր։ Բնականաբար հեղինակային երգեր ասելիս ես բոլորովին նկատի չունեմ որևիցե մի սիրողական մոտեցում երաժշտությանը, Դաուլենդը բավականին կիրթ էր երաժշտության մեջ, Դաուլենդը անգամ ուրեմն ժամանակին մեկնել է Իտալիա, որպեսզի սովորի երաժշտության բազմաձայն ոճը, Դաուլենդը ինքն էր բնականաբար նոտագրում իր երաժշտությունը եւ նրա երաժշտությունը բավականին բարդ կառուցվածք ունի, բայց ահա այսպիսի մի հետաքրքիր մոտեցում է ցուցաբերում Ջոն Դաուլենդը իր երգերում։ Մեկ այլ կարևոր ժողովածու կարելի է համարել 18-րդ դարի 30-ական թվականներին Լայպցիգ քաղաքում լույս տեսած երգերի ժողովածու երգարանը այս դեպքում, որի կազմողներ Գեորգ Քրիստիան Շեմելլի անունով երաժիշտը եւ երաժշտության պատմության մեջ այս երգարանը մտավ որպես Շեմելլի լիդեր կամ Շեմելլի երգերի ժողովածուն։ Չնայած կարծես թե երգերից ոչ մեկի հեղինակն էլ հավանաբար Շեմելլին չէր, իսկ երգարանում ներառված երաժշտական օրինակների հեղինակ է ավանդաբար համարվում Յոհան Սեբաստիան Բախը։ Շեմելլին միտք ուներ կազմելու հոգևոր բողոքական անշուշտ հոգևոր երգերի հսկայական ժողովածու։ Այս ժողովածուի մեջ տեղ գտավ 900-ից ավելի բանաստեղծությունների տեքստեր եւ տեքստերի հեղինակը անհայտ է։ Եվ այդ 900-ից ավելի
տեքստերից միայն 69-ն են, որ ունեն համապատասխան երաժշտական օրինակներ։ Այսինքն երգ որպես այդպիսին, գոնե նոտագրված տեսքով, դա 69 երգերն են։ Այդ երգերը ավանդաբար վերագրվում են Յոհան Սեբաստիան Բախի գրչին, բայց փաստն այն է, որ ոչ ոք մինչև այսօր վստահ չէ, թե ով է իրականում հեղինակել այս երգերը, բացի 3-ից, որոնք վստահաբար պատկանում են Յոհան Սեբաստիան Բախի գրչին։ Այս երգերը իհարկե շատ առումներով պարտական են բողոքական խորալներին, բայց գրված են բոլորովին այլ ձևով, գրված են արիաների ձևով, ենթադրելով թե ուրեմն մենակատար երգչի, թե նվագակցության արկայություն։ Եվ այս նվագակցության վրա ես կուզենայի ավելի մանրամասն կանգ առնել։ Բախը այստեղ ուրեմն օգտագործում է բարոկկո շրջանի երաժշտության մեջ շատ ընդունված մի երևույթ, որը կոչվում է basso continuo։ Առհասարակ basso continuo-ն կամ շարունակական բասը բարոկկո շրջանի երաժշտության ամենակարևոր բնորոշիչներից է։ Basso continuo-ն ենթադրում է մեղեդու արկայություն եւ մեղեդու հետ անընդհատ ուրեմն շարունակաբար ձգվող բասի արկայությունը։ Ընդ որում բասը ենթադրում է որոշակի գործիքների արկայություն, որոնք մասնավորեցված չեն։ Այսինքն ցանկացած գործիք, որը որ կարող է կատարել բասային հնչյուններ, կարող է հանդես գալ basso continuo-ի շարունակական բասի դերում։ Դա կարող է լինել անշուշտ թավջութակը կամ ֆագոտը կամ վիոլա դա գամբան եւ պարտադիր ուրեմն այս գործիքների հետ համատեղ հանդես էին գալիս այն գործիքները, որոնք կարող էին կատարել ակորդներ, այսինքն հնչյունների համակցություններ։ Դա կարող էր լինել կլավեսինը, կարող էր լինել երգեհոնը, կարող էր լինել վինը, լյութը եւ դրա տարատեսակ տեորբոն, որը բասային լյութ է, բասային վին։ Բախի երգերում ճիշտ այնպես ինչպես բարոկկո շրջանի շատ այլ ստեղծագործություններում մասնավորեցված չէ, թե ինչ գործիքներ կկատարեն շարունակական բասի ֆունկցիան։ Այսինքն կարող է կատարողների կազմը, զուտ գործիքային կատարողների կազմը փոփոխվել կատարումից կատարում։ Որոշ դեպքերում դա կարող է լինել մեկ գործիք, ուրիշ դեպքերում մի քանի գործիքների համակցություն, դա բնականաբար պայմանավորված է արկա եւ պատրաստ կատարողների քանակով եւ այլ ուրեմն տարբեր գործոններով։ Բախի Շեմելի ժողովածուի համար գրված 3 երգերից 2-ը նվիրված են մահվան թեմային։ Եվ դա շատ հետաքրքիր թեմա է, որը բողոքական խորալներում եւ առհասարակ բողոքական երգերում շատ հաճախ է հանդիպում։ Երգերը նվիրված են այսպիսի մի երանգավորում ունեն. ես հոգնել եմ աշխարհից, ես պատրաստ եմ մեկնելու դեպի երկինք եւ կարծես Բախի այս երգերում մահը ընկալվում է որպես կյանքի շատ բնական շարունակություն եւ ընկալվում է անգամ ինչ որ առումով դե իհարկե համահունչ ուրեմն իր ժամանակի մտածողությանը որպես ինչ որ առումով բաղձալի բան, այ գնում է միավորվելու հրեշտակներին, գնում է միավորվելու կարծես ուրեմն սրբերի դասին, հա եթե կարելի է այսպես ասել։ Կյանքը ապրված է ազնիվ ձևով եւ ինձ ոչինչ չի սպառնում երկնքում։ Բոլոր վտանգները երկրում են։ Ուրեմն այսպիսի մի շատ կարևոր կոնցեպտ է եւ ինչի համար եմ ես ուզում ուշադրություն դարձնել այս կոնցեպտի վրա, որովհետեւ դրա արձագանքները լսելի են գերմանական երաժշտության մեջ բավականին երկար ժամանակ, անգամ 20-րդ դարում մենք կարող ենք տեսնել այդ արձագանքները։ Մյուս կողմից դա կարող ենք տեսնել Ռիխարդ Շտրաուսի 4 վերջին երգերում, որոնք նույնպես նվիրված են մահվան թեմային, թեպետ Ռիխարդ Շտրաուսը այլևս ուրեմն չունի այդպիսի կրոնական մոտեցում այդ թեմային, ինչպես Յոհան Սեբաստիան Բախը, բայց շատ կարևոր դարաշրջանում գրված երգեր են, անմիջապես երկրորդ աշխարհամարտից հետո, երբ կարծես ուրեմն ամբողջ հին աշխարհը այլևս գոյություն չուներ եւ Ռիխարդ Շտրաուսը պետք է թողներ իր վերջին տեստամենտը, վերջին կտակարանը, եթե այսպես կարելի է ասել, եւ ուրեմն շարունակելով կարծես Բախի մտածելակերպը թողնում է իր 4 վերջին երգերը նվիրված հենց այս թեմային, մյուս կողմից շատ անսպասելի արձագանք կարելի է լսել այդ նույն թեմայի մեկ այլ ստեղծագործության մեջ, որը որ լայն իմաստով գերմանական ավանդույթի ծնունդ է եւ նույնպես գրված է երկրորդ աշխարհամարտից հետո, խոսքը Արնոլդ Շոնբերգի Վերապրածը Վարշավայից կանտատի մասին է։
Վերապրածը Վարշավայից դա մի ուրեմն Վարշավյան գետտոյի մասին պատմության ուրեմն վերապատում է, որտեղ կարծես կոմպոզիտորը սարսափից ելնելով կարծես չի ուզում մեղեդայնացնի այն երաժշտությունը, որ այդտեղ պետք է հնչի, եւ այստեղ մենք գործ ունենք նվագախմբի հետ, որի ֆոնի վրա պարզապես խոսում է, պարզապես արտասանում է պատմիչը, բայց ստեղծագործության վերջում տղամարդկանց երգչախումբ կատարում է մի հրեական աղոթքի տեքստով գրված մի ուրեմն տեքստ, արդեն երգելով, անշուշտ ոչ թե արտասանելով, եւ նույնպես կարծես ելնելով ստեղծագործության բովանդակությունից անշուշտ կարծես արճակատելով մահին եւ կարծես հաստատելով, որ մահը սարսափելի երևույթ չէ, որ բոլոր սարսափները, որոնք կարող են տեղի ունենալ, տեղի են ունենում այստեղ այս աշխարհում, ոչ թե մեկ այլ աշխարհում, հա, սա հետաքրքիր մոտեցում է եւ չնայած Շոնբերգը նվիրում է այս ստեղծագործությունը անշուշտ հոլոկոստին, անշուշտ հրեական թեմային, բայց այստեղ դեռ շարունակում են հնչել Բախի երաժշտության արձագանքները։ Գալով առաջին պաշտոնական երգաշարերին, վոկալ շարքերին, անշուշտ պետք է նորից խոսեմ Լուդվիգ վան Բեթհովենի երաժշտության մասին եւ նրա հեռավոր սիրեցյալին վոկալ շարքի մասին, որը առաջին, ինչպես արդեն ասացի, վոկալ շարքն է երաժշտության պատմության մեջ։ Շարքը գրվել է 1816 թվականին։ Մենք պետք է հասկանանք, որ դա չնայած Բեթհովենը դրանից հետո ապրեց եւս 11 տարի, կարելի է համարել նրա ուշ շրջանի ստեղծագործություն։ Ինչի համար, որովհետեւ այդ ժամանակ արդեն իսկ գրված էին Բեթհովենի 9 սիմֆոնիաներից 8-ը եւ գրված էին նաեւ դաշնամուրի սոնատների մեծ մասը։ Բանաստեղծությունների հեղինակն էր մի անհայտ բանաստեղծ Ալոիս Յայտելես անունով, որ այդ ժամանակ բավականին երիտասարդ էր եւ որին Բեթհովենը ճանաչում էր անձամբ։ Յայտելեսը մասնագիտությամբ բժիշկ էր եւ հետագայում շատ ավելի հայտնի դարձավ որպես բժիշկ, քան որպես բանաստեղծ։ Հայտնի չէ առ այսօր արդյոք այս բանաստեղծությունների շարքը, որոնք Բեթհովենը օգտագործել է իր երգաշարի հիմքում, գրված էր հատուկ Բեթհովենի երաժշտության համար, թե գրված եւ հրապարակված էր մինչ այդ եւ Բեթհովենը պարզապես օգտվել է այդ տեքստերից որպես ոգեշնչման աղբյուր։ Միևնույն ժամանակ հայտնի է մեկ շատ հետաքրքիր բան, որ այս շարքը ռոմանտիկ երաժշտության թերևս ամենաառաջին արտահայտումներից է։ Նախ եւ առաջ իհարկե տեքստային առումով։ Եվ ահա թե ինչ ես նկատի ունեմ ասելով ռոմանտիկ երաժշտություն։ Ռոմանտիզմի գրականությունը կարելի է ասել ծնունդ է առել 18-րդ դարի վերջերում։ Եվ առհասարակ հետաքրքիր մի ակունք ունի, հա, այս ռոմանտիզմ բառը, դա ռոման բառից, այսինքն վեբ բառից եկած ուրեմն երևույթ է։ Ինչի մասին է խոսքը։ Գերմաներենում ռոմանտիկ բառը գոյություն ուներ շատ ավելի շուտ, քան ռոմանտիզմը։ Այսպես էին նկարագրում այն երևույթները, որոնք կարծես եկած լինեին գեղարվեստական գրականության էջերից, այսինքն անգամ ոչ ռեալ էին, այնքան ոչ այս աշխարհում տեղի ունեցող երևույթներին համապատասխան, կարծես, որ կարծես անիրական էին, կարծես եկել էին գեղարվեստական գրականությունից։ Եվ ահա մի ամբողջ ուղղություն սկզբից գրականության մեջ, ապա նաև այլ արվեստներում սկսեց կոչվել ռոմանտիզմ։ Այստեղ անշուշտ խոսքը իդեալների, որոշ երևույթների իդեալականացման մասին է։ Այդ երևույթները կարող էին լինել օրինակ արվեստագետի միայնությունը, արվեստագետի հեռացումը հասարակությունից, որի իհարկե մեծ խորհրդանիշն էր Բեթհովենը, կարող էր լինել զգացմունքային սերը, կարող էր լինել անցյալի իդեալականացումը, որտեղ ուրեմն նոր այս քաղաքային միջավայրում ստեղծագործող անկախ ազատ արվեստագետները կարծես իրենց կարոտն էին արտահայտում առ այն ժամանակները, երբ իրենց կարծիքով ամեն ինչ շատ ավելի լավ էր, մարդիկ ավելի պարզմիտ էին, մարդիկ ավելի մաքուր էին, մարդիկ գիտեին, թե ինչ է նշանակում սիրելը։ Ուստի պատահական չէ, որ սերը ռոմանտիկ երաժշտության կարևորագույն թեմաներից է։ Եվ բացառություն չէ այդ առումով նաև հեռավոր սիրեցյալին Բեթհովենի այս 6 երգերից բաղկացած շարքը։ Շարքի հիմնական թեման է բաժանումը եւ կարոտը, որը կարմիր թելով անցնում է երգից երգ։
Բեթհովենը պատահական չէ, որ տալիս է Liederkreis, այսինքն երգերի շրջան անվանումը այս ամբողջ շարքին։ Նախ, ինչպես ասացի, վերջին երգում նա վերադառնում է առաջին երգի, ուրեմն երաժշտական թեմաներին, երաժշտական մոտիվներին, կարծես ամբողջացնելով այս շրջապտույտը երաժշտական թեմատիզմի այս շարքում, հետագայում ցիկլիկ ձևը բնորոշեց Բեթհովենի նաև այլ ստեղծագործությունները, մասնավորապես 9-րդ սիմֆոնիան, որտեղ ինքը վերջին մասում էլի ամբողջացնում է ամբողջ այդ սիմֆոնիկ շարքի բովանդակությունը։ Մյուս կողմից Բեթհովենը անում է եւս մեկ բան, որը տիպիկ չէր այդ ժամանակվա երգերի համար եւ առհասարակ երգերի համար շատ բնորոշ չէ։ Նա ուրեմն ստեղծում է այսպես կոչված ատակկա անցումներ երգից երգ, այսինքն երգը չի ավարտվում, այլ անմիջապես կապվում է հաջորդ երգին։ Ուստի Բեթհովենի այս 6 երգերից եւ ոչ մեկը հնարավոր չէ կատարել առանձին եւ երբեք չի հնչում առանձին, հիմնականում ամբողջ շարքը հնչում է միասին եւ շարքը այդքան էլ մեծ չէ, 6 երգ ընդամենը մոտավորապես 15 րոպե տևողություն ունի ամբողջ շարքը եւ ընդունված է ուրեմն հեռավոր սիրեցյալին շարքը կատարել որպես մեկ ամբողջություն։ Սա անկասկած նոր երևույթ էր երաժշտության մեջ եւ նշանավորեց նոր ժանրի ծնունդ առնելը։ Չնայած Բեթհովենն է առաջինն է, որ ստեղծել է վոկալ շարք, շարքի հիմնական մի այսպիսի ներկայացուցիչ է համարվում Ֆրանց Շուբերտը։ Շուբերտը ապրել է նույն քաղաքում, ինչ Բեթհովենը, Վիեննայում։ Շուբերտը անշուշտ ավելի երիտասարդ էր, բայց մահացել է միայն 1 տարի տարբերությամբ Բեթհովենից, եւ Շուբերտի համար Բեթհովենը կարևորագույն, ուրեմն կոմպոզիտորներից էր, որը իր համար միշտ օրինակելի էր իր ամբողջ կյանքի ընթացքում։ Միանշանակ է, որ իր ուրեմն երգաշարեր, վոկալ շարքեր գրելիս Շուբերտը քաջատեղյակ էր Բեթհովենի ստեղծագործությունից։ Սակայն նա առաջ է տանում այս գաղափարը եւ ստեղծում ել ավելի կուռ եւ ել ավելի, կարելի ասել, նշանակալից վոկալ շարքեր։ Առհասարակ համարվում է Շուբերտը 3 մեծ վոկալ շարքի հեղինակ է, բայց դրանցից միայն 2-ն է Շուբերտը ի սկզբանե պլանավորել որպես երգաշարեր։ Երկրորդը որպես երգաշար ամբողջացվեց ուրեմն նրա մահից հետո նրա ընկերների եւ հետնորդների կողմից։ Դա իր այսպես կոչված կարապի երգն է կամ Schwanengesang գերմաներեն։ Որպես այդպիսին Շուբերտի իրական պաշտոնական օֆիցիալ շարքերը թվով 2-ն են։ Դա գեղեցիկ ջրաղաց պանուհին է կամ Die schöne Müllerin եւ նրա ձմեռային ուղևորությունն է կամ Winterreise, որը 2-ն էլ գրված են Վիլհելմ Müller անունով գերմանացի բանաստեղծի տեքստերով։ Եվ Շուբերտը անդրադառնում է նրա համապատասխան բանաստեղծական ժողովածուներին։ Առհասարակ Շուբերտի վոկալ շարքերի մասին խոսելիս միշտ մտքիս է գալիս մի այսպիսի երևույթ, որը 20-րդ դարի գրականությունից է։ 20-րդ դարի ամերիկացի գրող Կուրտ Վոնեգուտը առաջարկել է մի այսպիսի հետաքրքիր, ինչ որ առումով կատակային, ինչ որ առումով լուրջ համակարգ երաժշտական կամ թե ավելի շուտ գրական ստեղծագործությունների պատումները վերլուծելու համար։ Դա մաթեմատիկական գրաֆիկ է, որտեղ հանդիպում են այս x եւ y առանցքները, որտեղ x առանքի վրա նշվում է ժամանակը, որը որ անցնում է տվյալ ստեղծագործության մեջ, սկզբից մինչև վերջ, ուստի x առանցքը կարող է միայն դրական արժեքներ ունենալ։ Մյուս կողմից y առանցքը, այս ուղղահայաց առանցքի վրա ուրեմն Վոնեգուտը առաջարկում է նշել ուրեմն հիմնական պերսոնաժի երջանկությունը կամ դժբախտությունը։ Օրինակ, բավականին բարդ գրաֆիկի առաջարկում Վոնեգուտը Մոխրոտիկի պատմության համար, որը սկսվում է x առանցքի ներքևներում, աստիճանաբար աճում է, ուրեմն դառնում է դրական արժեք, երբ Մոխրոտիկը ապարում է ուրեմն արքայազնի հետ բանի ժամանակ, պարահանդեսի ժամանակ, ապա կորը ընկնում է միանգամից ներքև պարահանդեսից հետո, բայց մի քիչ ավելի բարձր քան նախնականը, որովհետև արդեն ուրեմն Մոխրոտիկը տեսել է արքունիքը, տեսել է ուրեմն պալատը եւ ապարել է արքայազնի հետ, եւ հետո երբ տեղի է ունենում ուրեմն այդ բյուրեղյա կոշիկի ուրեմն պատմությունը, արդեն ուրեմն նորից կորը բարձրանում է վերև եւ սկսում ձգտել անվերջության։ Մյուս կողմից օրինակ նույն Կուրտ Վոնեգուտը վերլուծելիս Կաֆկայի մետամորֆոզիսը, ուրեմն սկսում է այս կորը
ուրեմն բավականին ցածր արժեքից եւ ուրեմն կորը իջնում է դեպի անվերջություն միանգամից, հա։ Այսպիսի կես կատակ եւ կես լուրջ ուրեմն վերլուծության սանդղակ է կարծես առաջարկել Կուրտ Վոնեգուտը։ Եվ այս սանդղակը շատ հետաքրքիր ձևով կիրառելի է Շուբերտի երկու վոկալ շարքերի նկատմամբ։ Դա Գեղեցիկ ջրահացպանուհին եւ ուրեմն ձմեռային ուղևորությունը։ Շուբերտի այս վոկալ շարքերում մենք հանդիպում ենք մի պերսոնաժի կյանքի պատմությանը, որը ծավալվում է շարքերի առաջին երգերից մինչև վերջինը, ընդ որում երկու շարքերն էլ բավականին մեծ են։ Գեղեցիկ ջրահացպանուհին 20 երգից է բաղկացած, ձմեռային ուղևորությունը 24 երգից։ Եվ երկուսն էլ ամբողջությամբ կատարվելիս 1 ժամից ավելի տևողություն ունեն։ Գեղեցիկ ջրահացպանուհին պատմում է այս ռոմանտիկ պատմությունը մի պերսոնաժի, որը երիտասարդ մարդ է, իսկ առհասարակ բանաստեղծությունների շարքը ամբողջությամբ մի կալամբուրի հիման վրա է ստեղծվել։ Բանաստեղծի ազգանունը Մյուլլեր է, այսինքն ջրահացպան, եւ կարծես խոսելիս իր մի կեսի մասին նա օգտագործում է գերմաներեն Մյուլլերին բառը, որը նշանակում է ջրահացպանուհի։ Սա մի այսպիսի հետաքրքիր կալամբուր է, որը կարելի է օրինակ տեսնել նաև Մոցարտի կախարդական սրինգում, երբ Պապագենոն գտնում է իր Պապագենային երկրորդ կեսին, հա։ Գեղեցիկ ջրահացպանուհին վոկալ շարքը սկսվում է բավականին բարձր տրամադրությամբ։ Գարուն է, երիտասարդ, ուրեմն մեր հերոսը դեգերում է փնտրելով իր համար երևի մշտական բնակավայր եւ մի արվակի ափին տեսնում է ջրաղաց, որտեղ մնում է եւ սկսում աշխատել եւ ծանոթանում ջրահացպանի դստեր հետ։ Ահա այսպիսի սկիզբ ունի բավականին պոզիտիվ։ Առհասարակ այս շարքի մեջ մի այսպիսի իդեա ֆիքսի պես անցնում է կանաչ գույնի գաղափարը։ Սկզբից կանաչ գույնը զուգորդվում է բնության զարթոնքի հետ եւ գարնան հետ։ Այնուհետև մեր հերոսը երգերից մեկում պարզում է, որ կանաչ գույնը ջրահացպանուհու, որը արդեն իր սիրեցյալն է դառնում, սիրելի գույնն է։ Նրան կանաչ ժապավեն է նվիրում։ Այնուհետև հանդիպում է նրա հակառակորդը, որսորդը, որը կանաչ այս կամուֆլաժային շորով ուրեմն գնում է որսի, եւ կանաչ գույնը սկսում է ասոցացվել մեր պերսոնաժի մոտ վտանգի հետ եւ սկսում է զուգորդվել կարծես սիրո կորստի հետ։ Այնուհետև կանաչ գույնը սկսում է զուգորդվել մահվան գաղափարի հետ։ Երբ երգերից մեկում ուրեմն հերոսը ասում է, երբ ես մեռնեմ, ինձ կթաղեք եւ խաչ մի դրեք իմ գերեզմանի վրա, միայն կանաչ խոտ թող լինի, քանի որ դա իմ սիրելի աղջկա ուրեմն նախընտրած գույնն էր։ Ահա այսպիսի տրանսֆորմացիաներ է ուրեմն ապրում այս գույնը եւ շատ հետաքրքիր է մի այսպիսի գաղափարի շուրջ Շուբերտը կառուցում է մի ամբողջ վոկալ շարք։ Անշուշտ գույնը գալիս է Մյուլլերի բանաստեղծությունից, բայց Շուբերտը տալիս է դրա երաժշտական գաղափարների համարժեքը։ Ինչու՞մ է տարբերությունը Շուբերտի երաժշտության եւ Բեթհովենի երաժշտության։ Առաջինը Շուբերտը չի դիտարկում դաշնամուրը որպես զուտ նվագակցող գործիք։ Շուբերտի մոտ դաշնամուրը լիիրավ մասնակից է եւ առանց դաշնամուրի անհնար կլիներ պատկերացնել առհասարակ երաժշտության բնույթը։ Երգը իհարկե ունի մի որոշակի արտահայտչականություն, բայց դաշնամուրը շատ հաճախ ոչ միայն օժանդակում է երգչին, այլ նաև ստեղծում տրամադրություն, որը մենք չենք կարող լսել անգամ երգի մեջ։ Դա մի հետաքրքիր մոտեցում է։ Բեթհովենը բավականին պարզ դաշնամուր է գրում իր վոկալ շարքի համար, Շուբերտը այլևս ոչ, Շուբերտը գնում է շատ ավելի առաջ։ Մյուս կողմից, ի տարբերություն Բեթհովենի, Շուբերտը կարծես կառուցում է իր վոկալ շարքերը ֆոլկլորի վրա, կարծես վերստեղծում է ռոմանտիկ երաժշտական միջոցներով ավստրիական ֆոլկլորը։ Կարծես մենք կարող ենք լսել ժողովրդական այսպես կոչված յոդելների արձագանքները այս երաժշտության մեջ եւ առհասարակ վոկալ երգաբաժինը ճիշտ այնպես ինչպես դաշնամուրի երգաբաժինը շատ ավելի բարդ, շատ ավելի բազմաբովանդակ է եւ պահանջում է ավելի մեծ տեխնիկական ուրեմն զինվածություն կատարողից։ Մյուս կողմից, ինչպես է Շուբերտը ստեղծում ուրեմն բանաստեղծությունների համարժեքը։ Նախ ինքը յուրաքանչյուր երգի համար առաջարկում է
յուրովի լուծում, անգամ այն դեպքում, երբ որ երգերը գրված են ստրոֆիկ ձևով, այսինքն կուպլետ եւ կրկներկ ձևով, որը հետագայում արդեն վերանում է Շուբերտի երաժշտությունից, բայց այստեղ դեռ առկա է։ Օրինակ, մի այսպիսի երգ գեղեցիկ ջրահացպանուհի շարքից, որը կոչվում է Die Liebe Farbe կամ Սիրելի գույնը, անշուշտ խոսքը կանաչ գույնի մասին է, բայց արդեն այդ գույնը այս պահին ասոցացվում է մելամաղձության, կարոտի եւ բաժանման հետ։ Այստեղ Շուբերտը մի հետաքրքիր հնար ունի։ Երգի ամենասկզբից մինչև ամենավերջը դաշնամուրի մոտ միջին ձայներում երբեմն ծպտված, երբեմն բացահայտ անընդհատ կրկնվում է մեկ նոտա, դա ֆա դիեզ նոտան է, որը անընդհատ ներողություն կալամբուրի համար կանաչ թելով անցնում է մի ամբողջ այս երգի ընթացքում։ Մեկ կորում է, կարծես ստորջրյա վտակ է դառնում, ստորգետնյա, մեկ բացահայտ հանդես է գալիս որպես մի բացահայտ այս մի նոտայի անընդհատ կրկնություն, կարծես այն իդեա ֆիքսը, որը պարունակվում է տեքստում, մարմնավորված է նաև երաժշտական մակարդակով։ Շուբերտի երաժշտության մեջ ուրեմն այսպիսի երևույթներ բավականին շատ են։ Եվ եթե փորձենք ուրեմն կիրառենք Վոնեգուտի այս գրաֆիկը տվյալ վոկալ շարքի նկատմամբ, մենք տեսնենք, որ սկզբից մենք ունենք կարծես երջանկության մակարդակի դրական արժեք, հետո այդ դրական արժեքը էլ ավելի է աճում, հետո կասկածների, կասկածամտության եւ ի վերջո իր սիրեցյալի ուրեմն դավաճանության շնորհիվ ընկնում է ներքև եւ ուրեմն ամբողջ երգաշարի վերջում մենք հանդիպում ենք երկու երգերի, երկուսն էլ դա ուրեմն այս արվակի հետ խոսակցություններ են, մեկ անգամ դա ջրահացպանի եւ արվակի երկխոսությունն է, որտեղից պարզ է դառնում, որ այստեղ մի բան այն չէ, եւ կարծես մեր հերոսը ինքնասպանություն է գործում վերջում, եւ վերջին երգը դա արվակի օրորոցային է, որտեղ պերսոնաժը այլևս չկա եւ կա միայն ջուրը։ Ահա այսպիսի ուրեմն բավական ծանր պատմության հետ գործ ունենք մենք Շուբերտի այս երգաշարում։ Պատահական չէ անշուշտ, սա 1820-ական թվականների ստեղծագործություն է։ Շուբերտը այդ ժամանակ երբ գրում էր այդ շարքը արդեն գիտեր, որ հիվանդ է մի անբուժելի հիվանդությամբ, որի մասին դեռ գլուխ են կոտրում բժիշկները եւ երաժշտագետները, չիմանալով թե ինչի մասին է խոսքը, բայց ուրեմն ցավոք սրտի Շուբերտի կյանքը մի քանի տարի հետո նույն կարծես ողբերգական ձևով ավարտվում է։ Մյուս վոկալ շարքը ձմեռային ուղևորությունը էլ ավելի մռայլ ուրեմն ենթատեքստ ունի եւ դա Շուբերտի ամենավերջին ստեղծագործություններից մեկն է, որ Շուբերտը ամփոփել է եւ երբ Շուբերտը հասցրեց կատարել գոնե մասամբ այս վոկալ շարքը տնական համերգներից մեկում ժամանակակիցների վկայությամբ պարոն Շուբերտը այս գիշեր կատարել է զարհուրելի երգերի շարքը, զարհուրելի ասելով ոչ թե երաժշտության վատ որակի իմաստով, այլ իրենց կարծես սահմռկեցուցիչ բովանդակության իմաստով։ Երբեք հավանաբար նման պեսիմիզմի երաժշտության պատմության էջերում մենք չենք առնչվել։ Մենք կարող ենք տեսնել այս շարքում, որ ի տարբերություն գեղեցիկ ջրահացպանուհու, որ ուներ պոզիտիվ սկիզբ գոնե, այստեղ ուրեմն սկիզբը ստեղծագործության ի սկզբանե արդեն դրամատիկ է։ Երգաշարի պերսոնաժը ձմեռվա կեսին լքում է այն քաղաքը, որտեղ ինքը հույս ուներ երջանկության, այլևս հուսալքվելով եւ հասկանալով, որ երջանկության մի ակնկալիք չկա, դեգերում է ձմեռային քաղաքներով եւ գյուղերով, ինչպես իսկական ռոմանտիկ պերսոնաժ ոչ մի տեղ ընդունված չէ հասարակության կողմից եւ շարքի վերջին 24-րդ երգում մի այսպիսի տեսարան է նկարագրում թե Մյուլլերը, թե Շուբերտը իր ֆանտաստիկ երաժշտության շնորհիվ, ուրեմն ձմեռային բնապատկեր մի փոքր գյուղաքաղաքի ուրեմն արվարձանում, որտեղ կանգնած է մի ծերունի եւ իր մեխանիկական ուրեմն շարմանկայով, ուրեմն երաժշտական արգղիկով կատարում է ինչ որ մի մշտապես նույն մեղեդի փող մուրալով։ Նրան ոչ ոք ուրեմն չի ուզում օգնել եւ միայն շներն են հաչում այս ծեր մարդու վրա եւ երգի վերջում լսում ենք մի այսպիսի տեքստ, որը ուղղված է պերսոնաժի կողմից այս ծերունուն, կցանկանաս ես էլ միանամ քեզ եւ քո այս երաժշտական արգղի հետ միասին երգեմ իմ տխուր երգերը։ Այսինքն հուսալքումից դեպի կատարյալ անհուսություն է կարծես այդ շարքը ձևավորվում եւ իհարկե տարբեր ուրեմն
տրամադրության անկումներ կան այս երգերում, բայց բոլոր դեպքերում ամբողջ այդ աուրան երաժշտության բավականին պեսիմիստիկ է։ Եվ մենք կարող ենք այս երաժշտությունը վերլուծելիս հայտնաբերել շատ հետաքրքիր, բայց նաև շատ ցավալի երևույթներ։ Ես հատկապես կուզենայի խոսել որպես դաշնակահար, ով հանդես է եկել այս ուրեմն երաժշտության նվագակցությամբ, մի երգի մասին, որը 15-րդ երգն է, եթե ես չեմ սխալվում, եւ կոչվում է Die Krähe, այսինքն ագրավը։ Այս երգի տեքստում ուրեմն պերսոնաժը խոսում է ագրավի հետ, ասում է այն պահից սկսած, երբ ես քաղաքից դուրս եկա, դու պտտվում ես իմ գլխի վրայով։ Ինչ է դա նշանակում։ Արդյոք դու ես իմ միակ ընկերը, թե արդյոք դու սպասում ես, որ ես մեռնեմ եւ դու իմ մարմինը պետք է ուտես, հա, այսպիսի տեքստ կա, այդտեղ բավականին սահմռկեցուցիչ տեքստ է։ Երգը մյուս կողմից, գոնե նվագակցությունը, եթե մենք չիմանանք ինչի մասին է խոսքը երգում կկարծենք, որ այս մի բարի, նուրբ գերմանական մեղեդի է, որ կարծես ունի երաժշտական արխիկի պես նվագակցություն, որտեղ միշտ այս նույն ֆիգուրն է կրկնվում 3 նոտայից բաղկացած, առաջինը նվագում ենք ձախ ձեռքով եւ 2 նոտաները աջ ձեռքով։ Երբ մենք փորձում ենք հասկանալ, թե ինչով է պայմանավորված այսպիսի նվագակցությունը, կարելի է ուշադրություն դարձնել նվագելիս դաշնակահարի աջ ձեռքի ժեստին, շարժումին։ Ուրեմն ձախ ձեռքը կատարում է առանձին նոտաներ, իսկ աջ ձեռքը միշտ ունի այսպիսի բացվածք, որը փոքրիկ ինտերվալներով ուրեմն 2 նոտաներից բաղկացած ֆիգուրներ է կատարում։ Եվ այս նույն շարժումը, դա կարծես մի շարժում է, որ համապատասխան է թռչունի կտուցի շարժմանը, կարծես ինքը այս պահին ինչ որ մի բան փորձում է ուրեմն ուտել, հա, ու այսպիսի զգացողություն է, որ այս տեքստը, որի մասին Շուբերտը խոսում է, ֆիզիկական մակարդակով արտահայտված է երաժշտության կատարման մեջ, ոչ թե երգում, այլ նվագակցության մեջ։ Երգիչը հերոսն է, իսկ դաշնակահարը այսպիսի մի ագրավի մարմնավորումն է, որ երգում է այս հերոսի, որը կարծես կլանում է այս հերոսի մարմինը այս միևնույն ժամանակ, կատարման ժամանակ։ Դա իհարկե սարսափելի երևույթ է եւ անշուշտ ժամանակակիցները Շուբերտի, որոնք շատ ծանոթ էին երաժշտական սիմվոլներին եւ ժեստերին, միանշանակ կհասկանային, թե ինչի մասին է խոսքը։ Մյուս կողմից վերջին երգը շարքի, որը մարմնավորում է կատարյալ անհուսություն, ունի շատ նվազագույն նվագակցություն։ Այստեղ մենք տեսնում ենք անընդհատ ուրեմն մի կվինտայի ինտերվալ բասում, որը ասոցացվում է լարային գործիքների բաց լարերի հնչողության հետ, այսինքն մի կատարող, որ չի էլ կարող ինչ-որ նոտաներ նվագել լարային գործիքով եւ միայն կարողանում է աղեղը շարժել լարային գործիքի լարերի վրայով, բաց դատարկ հնչողություն, շատ հասարակ գրեթե մեխանիկական մեղեդի, որը թե ձայնի բաժնում, թե դաշնամուրի բաժնում անընդհատ իրար արձագանքելով կրկնվում է։ Պատահական չէ, որ ձմեռային ուղևորությունը շարժել է դրանից հետո շատ կոմպոզիտորների հետաքրքրությունը եւ գոյություն ունեն այս երաժշտության տարբեր վերսիաներ։ Հատկապես հետաքրքիր են 3 տարբերակները, որոնք բոլորն էլ հասանելի են ունկնդրելու համար։ Առաջինը դա Յոհանես Բրամսի Opus 113 կանոնների, կանանց երգչախմբի համար գրված կանոնների վերջին երգն է, որը այդ նույն վերջին Շուբերտի երգի մեղեդին դնում է անընդհատ պոլիֆոնիկ համակցությունների մեջ եւ կանանց ձայները արձագանքելով իրար երգում են նույն այս հասարակ, պրիմիտիվ, մեխանիստական մեղեդին, մեծ տպավորություն թողնող երաժշտություն է։ Եվս 2 օրինակ գրվել են 20-րդ դարավերջում կամ 21-րդ դարի սկզբում, դրանք գերմանացի հեղինակներ են երկուսն էլ, մեկը Հանս Ցենդերն է, որը ստեղծել է Շուբերտի այս ամբողջ երգաշարի իր տարբերակը, որտեղ Շուբերտի երաժշտությունը գործիքավորված է փոքր նվագախմբի համար եւ ընդմիջվում է հենց Ցենդերի գրած երաժշտությամբ, որը ժամանակակից երաժշտության լեզվով կարծես թարգմանում է Շուբերտին եւ անդադ տեսնում ենք Շուբերտի եւ Ցենդերի երկխոսությունը այս վոկալ շարքում։ Մյուս ստեղծագործությունը դա մեկ այլ գերմանացի կոմպոզիտորի Բեռնհարդ Լանգի Մոնադոլոգիա 32 ստեղծագործությունն է, որը նախ Շուբերտի երգերը թարգմանում է անգլերեն, թարգմանում է մինիմալիստական երաժշտության ձևով եւ ուրեմն սովորական գործիքների հետ միասին սկսում օգտագործել նաեւ էլեկտրոնային երաժշտություն, կարծես Շուբերտի էլեկտրոնային տարբերակն է։